Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նախագահ Վագն Խաչատուրյանը ողջունել է պաշտոնակցին։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լատվիայի պետական օրհներգերը։ Այնուհետև նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրի պաշտոնական պատվիրակություններին։ Նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Վագն Խաչատուրյանը ողջունել է Լատվիայի նախագահի այցը Հայաստան և ընդգծել, որ այն հնարավորություն է համագործակցության նոր ուղղությունների նախանշման համար։ Նախագահը շնորհակալություն հայտնել Լատվիային, Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության զարգացմանն ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։ Դուք Հայաստանում առաջին անգամ չեք, եղել եք անգամներ, որպես Լատվիայի նախագահ առաջին անգամ եք։ Ձեր այցելությունը սրանով մեկ անգամ ևս կարևորում եք։ Մենք առանձնահատուկ գնահատում ենք Լատվիայի հետ մեր հարաբերությունները, դրանք բարեկամական են, եղբայրական են։ Շնորհակալություն ենք հայտնում Լատվիային այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, հատկապես ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։ Բարձր եմ գնահատում Հայաստանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները և վստահ եմ, որ իմ գլխավորած պատվիրակության այցը կնպաստի երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը։ Զրուցակիցները կարևորել են 2024 թվականից ձևավորված Հայաստան, Հյուսիսային Եվրոպա, Բալթյան երկրներ ձևաչափով երկխոսության շարունակական զարգացումը։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն իրականացնում է Եվրամիության օրենսդրությանն ու չափանիշներին մոտարկման գործընթացը, նպատակ ունենալով հասնել ինստիտուցիոնալ լիարժեք համապատասխանության։ Այս համատեքստում բարձր է գնահատվել Լատվիայի փորձը որպես եվրոպական ինտեգրման հաջող օրինակ, վերահաստատվել է Հայաստանի պատրաստակամությունը Լատվիայի հետ տարբեր ներդրումային ծրագրերի քննարկման ուղղությամբ, կարևորելով գործարար պատվիրակությունների փոխայցելությունների, համատեղ գործարար համաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Ռիգայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթների գործարկման հնարավորությանը։ Քննարկվել են թվայնացման, ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում գործակցության հեռանկարները։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները լայն հնարավորություններ են բացում միջտարածաշրջանային կապերի, տնտեսական համագործակցության և հաղորդակցային նախագծերի զարգացման համար։ Նախագահները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել նաև հայտարարություններով։ Բարձր եմ գնահատել նաև Լատվիայի մասնակցությունը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Հուսով ենք, որ Լատվիայի աջակցությամբ նաև կարողանանք առաջ մղել մեր բարեփոխումների օրակարգը, որն անկյունաքարային է ապագայում կյանքի կոչելու Հայաստանի Եվրամիության անդամակցության ձգտումները։ Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը տարածաշրջանային գործընթացների նկատմամբ և նրա ներդրումը տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում։ Իմ այցի նպատակն է աջակցել Հայաստանին, երբ խոսքը գնում է ձեր զարգացումների, ձեր եվրոպական ճանապարհի մասին, ինչպես նաև ասել, որ մենք բարձր ենք գնահատում խաղաղության այն համաձայնագիրը, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկում Հայաստանն ու Ադրբեջանը։ Հույս ունեմ, որ այս գործընթացը կհանգեցնի երկրների միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ավելի շատ կայունություն և անվտանգություն կապահովի տարածաշրջանում։ Նաև ցանկանում եմ ասել, որ մենք Հայաստանն ընկալում ենք որպես շատ կարևոր գործընկեր Հարավային Կովկասում։ Ի պատիվ Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչի հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք։ Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչի հետ հանդիպել է նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ Հայաստան-ԵՄ օրակարգին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Լատվիայի նախագահը ազգային ժողովի նախագահի հետ հետևել է նաև ընթացող հերթական նիստերի աշխատանքին։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։